Այսօր ուզում եմ մի հետաքրքիր թեմայի մասին խոսեմ, սիրելիներս, որը իրականում մեր բոլորիս կյանքում գոյություն ունի, կա եւ ժամանակ առ ժամանակ մենք էլ ընկնում ենք այդ իրավիճակների մեջ։ Թվում է, թե ամեն մարդ ապրում է իր ինքնիշխան կյանքով։ Այսինքն, որ ես եմ կյանքի տերը եւ ոնց ուզեմ անցել կապրեմ։ Ինչ ուզեմ անցել կանեմ։ Կա չէ այսպիսի իրավիճակ։ Մտածում ենք, չէ, ժամանակ առ ժամանակ, դե կյանքը իմն է, ես եմ իմ կյանքի տերը, տիրակալը, իշխանը եւ ոնց ուզեմ այնպես էլ կապրեմ։ Բանից պարզվում է կա։ Ու թվում է, թե մենք ենք մեր կյանքի բոլոր որոշումների հեղինակը, սիրելիներս։ Ոնց մենք ուզենք այդպես կլինի։ Բայց ցավոք սրտի իրականում այդպես չի։ Կյանքը այլ կերպ է։ Օրինակ բերեմ։ Նմանա գիտեք ինչի, նմանա դերասանի, որ այդ դերասանը չի խաղում այնց ոնց որ ինքն է ուզում։ Այլ ինքը այդ դերը կատարում է այնպես, ինչպես որ հեղինակն է պարտադրում։ Այսինքն դերասանը ինքը ազատ չի իր կամքի ու որոշման մեջ, ինչ որ իրան պարտադրում են, այդ էլ խաղում է։ Ցավոք սրտի կյանքը նման է դրան, սիրելիներս։ Բայց կա մի ճշմարիտ իրականություն եւ մեկ ճշմարիտ կյանք, որի հեղինակը Աստված է։ Եվ լինելով Աստծո պաշտպանության ու Աստծո ծածկոցի տակ, սիրելիս, քո կյանքի բոլոր որոշումների հեղինակը դառնում ես դու։ Աստված տվել է քեզ կյանք, Աստված տվել է քեզ ազատություն այդ կյանքի մեջ ստեղծագործելու եւ քո Աստծո ծածկոցի տակ գտնվելով քո կյանքի բոլոր որոշումների հեղինակը դառնում ես դու։ Ու դու ինքդ ես քո անձնական պատմությունը ստեղծագործում։ Սաղմոս 91-ում ասում է. Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Псалом 90 Псалом с 1 стиха. Ասում է բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Հետաքրքիր է, ես կանգ եմ առել այս առաջի խոսքի վրա, ուզում եմ մենք միասին այս խոսքի վրա ուշադրություն դարձնենք, սիրելիներս, որովհետև բարձրյալի ծածկոցի տակ բնակվողն է ամենակարողի շուքի տակ հանգստանում։ Իսկ քանի տեսակ ծածկոցներ կան։ Երբևիցե մտածել ես։ Քանի տեսակ ծածկոց կա եւ որոնք են դրանք։ Հետաքրքիր է։ Իսկ նրանք, որ բարձրյալի ծածկոցի տակ չեն բնակվում, հարց առաջանում, այդ դեպքում որտեղ են բնակվում։ Ինչ ծածկոցի տակ են նրանք բնակվում, սիրելիներս։ Իսկ մի ավելի կարևոր հարց է։ Իսկ դու ում ծածկոցի տակ ես բնակվում։ Երբևիցե խորհել ես 91-րդ Սաղմոսի այս առաջի խոսքերի վրա խորապես։ Ես ում ծածկոցի տակ եմ բնակվում, Տեր իմ Աստված։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ կարդում ես Աստվածաշունչը, ամբողջովին լավ տեղերը վերագրում ես քեզ։ Համաձայն ես։ Միշտ լավ տեղերը քեզ ես վերագրում, այնպես չի, որ այն վատ տեղերն ասում ես Տեր կարող ես ինձ ա վերաբերվում, այն լավ տեղներ ամուսնուս, կնոջս, հարևանիս, բարեկամիս, կողքիս նստածին։ Չէ, այտենց չի, սիրելիս։ Մենք միշտ լավ տեղերը վերցնում ենք մեզ, վատ տեղերն էլ ում ատում ենք, տալիս ենք իրան։ Ասում ենք այդի հենց իսկը իրանա վերաբերվում։ Բայց չէ, սիրելիս։ Եկեք Աստվածաշունչը այտենց չընթերցենք, լավ։ Եկեք Աստվածաշունչը կարողանանք ոչ թե մեր հասկացողության պես դատենք, այլ Սուրբ Հոգու հայտնությունով հասկանանք։ Բանից պարզվում է, սիրելիներս, կա սուրբ ծածկոց, որի հեղինակը Աստված է։ Եվ կա կեղծ ծածկոց, որի հեղինակը Սատանան է։ Եվ որոշումը կայացնողը մենք ենք, թե որ ծածկոցի տակ բնակվենք։ Համաձայն ես։ Մի հատ ինձ կասեք, խնդրում եմ,
Ով է քեզ ստիպում մեղք գործես։ Ով է քեզ ստիպում բարկանաս։ Ով է քեզ ստիպում հայհոյես։ Ով է քեզ ստիպում չար գործեր անես։ Ով է քեզ ստիպում։ Էլ մի նայես տենդը։ Դու ինքդ ես որոշում, այտենց չի։ Հա? Դու ինքդ ես թույլ տալիս։ Դու ինքդ ես թույլ տալիս ամեն տեսակ կեղտոտ, պիղծ, չար բաները գան ու տեղավորվեն քո մեջ ու դու դառնում ես դրա գործիքը։ Ոչ մեկը ստիպողական չի բերում, ասում հələ ես մի բաժակը խմի ու հələ տես ինչ լավ հետաքրքիր անեցքներ կանես։ Չէ։ Մտքերը գալիս են, դու ինքդ որոշում ես, թե որ ծածկոցի տակ մտնես։ Երկրորդ օրինաց 30-րդ գլխում 19-ից 20-րդ խոսքերում գրված է այսպես, ասում է. այսօր երկինքը եւ երկիրը վկա եմ կանչում ձեր վրա, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առաջ դրի։ Ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես, դու եւ քո սերունդը, որ քո Աստծուն սիրես եւ նրա ձայնին լսես, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը նրա ձեռքերի մեջ է։ Շատ պարզ եւ շատ հասարակ։ Երկրորդ օրինաց Վտարազակոնիա 30 глава 30 գլխի 19-ից 20-րդ խոսքերում հստակ ասում է Աստված, ասում է. երկինքը եւ երկիրը վկա եմ կանչում ձեր վրա, սիրելիներս, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առաջ դրեցի։ Աստված ամեն բան դրել է մեր առջև, սիրելիներս, մենք ենք ընտրություն անողը եւ ասում է դու ես ընտրում ու Աստված որպես սիրող հայր մեզ հրահրում է, մեզ ուղղություն է տալիս։ Կարծես ոչ թե ուզում է հուշի, այլ ամբողջովին փափագում է, որ դու մտնես դրա մեջ, ասում է եւ կյանքն ու օրհնությունը ընտրի, որ կյանք ունենաս։ Այն դերասանի պես չլինենք, որ ինքը մի բան է ուզում, բայց ստիպված հեղինակի, ռեժիսորի պարտադրողականությամբ մի ուրիշ բան է խաղում։ Համաձայն եք, որ մեր կյանքում բավականին այդպիսի լուրջ իրավիճակներ կան։ Շատ ժամանակ լինում է այնպես, որ դու տենց չես էլ կամեցել, չես երազել, չես ցանկացել ու չես էլ ցանկանում, բայց ցավոք սրտի կյանքը տենց ստացվեց։ Ցավոք սրտի դժբախտ ու դժվար իրավիճակներ եղան։ Ցավոք սրտի ընկնում ես խնդիրների ու խնդիրների մեջ, բայց դու այդպեսին չես երազել քո կյանքը։ Նշանակում է կա մեր առջև դրված ընտրություն, սիրելիներս, Աստված ասում է օրհնությունը եւ կյանքը ընտրիր, որ լինես օրհնված եւ քո կյանքի օրերը լինեն երկար, որովհետեւ այդ ամեն ինչը Աստծո ձեռքերի մեջ է։ Մեր ընտրությունը սա է, որ ծածկոցի տակ եմ ես բնակվում, որ ծածկոցի տակ եմ մտնում եւ որտեղ է կառուցվում իմ կյանքը։ Ասացինք, որ կա երկու ծածկոց. սուրբ, անարատ, լցված օրհնություններով, լցված կյանքով, որը Աստծո խոսքն է, որի հեղինակը Աստված է։ Եվ նա ոչ թե պարտադրում է քեզ, այլ լինելով Տիրոջ խոսքի մեջ, Տերը տվել է քեզ որոշում կայացնես, ստեղծագործես, կառուցես, բայց Տիրոջ օրենքի ու սահմանների համաձայն, որի մեջ կա կյանք եւ օրհնություն։ Եվ կա սատանայի ծածկոց, որտեղ հեղինակը ինքն է, իսկ դու դերասանը։ Եվ դու ուզում ես միգուցե խաղաս մի ուրիշ դեր, լինես ինքդ քեզանով կայացած, բայց հեղինակը քեզ պարտադրում է, որովհետև դու իր ծածկոցի տակ ես։ Որովհետև դու իր դաշտի մեջ գտնվելով, դու չես կարող ստեղծագործել եւ չես կարող որոշել, քո տեղ արդեն որոշել են։ Մենք ունենք այսպիսի մի արտահայտություն, ճակատագիր, ռուսերեն ասված
судьба. Кто-то написал нашу судьбу, никто не написал нашу судьбу. Никто не имеет права написать нашу судьбу. Ոչ մեկ իրավունք չունի քո ճակատագիրը գրելու, որովհետև մեր ճակատագիրը ստեղծագործողը մենք ենք։ Բայց երբ որ մենք մտնում ենք աշխարհի սատանայի ծածկոցի տակ, ապա ուզենք թե չուզենք, այդտեղ այդ ճակատագիրը սկսում է գործել։ Որն է ավելի լավ։ Որ ծածկոցի տակ ես դու բնակվում։ Սիրելիներս, այսօրվա խոսքը վերնագրել եմ այսպես. ծածկոցի տակ։ Ընտրությունը քոնն է։ Հավատացեք, որ ամեն մեկս կարիք ունենք կողմնորոշվելու։ Եվ կարիք ունենք զանազանելու օրիգինալը ֆարշից։ Հա? Որովհետև այսօր այնքան տարածված է կեղծիքները։ Կա օրիգինալ եւ կա կեղծիք ամեն բանի մեջ։ Նույնիսկ ժպիտի մեջ կա օրիգինալ ժպիտ, անկեղծ, սրտանց, հայերեն ասած ջիգարով, այսպես որ ժպտումը արդեն գիտես, էլի, որ ատամները չի ցույց տալի, այն որ ոսկի է գցել միտեղ, այլ իր սիրտն է ցույց տալիս, եւ կա ժպիտ, որ զգում ես կեղծ, ժպտում է, բայց հետևից մի հատ սենց նիզակ է, սենց բաց թողում քո սրտին։ Այնքան կարևոր է, որ մենք կարողանանք ու մենք կարիք ունենք, սիրելիներս, կարիք ունենք այդ անկեղծը, անարատը, օրիգինալը զանազանենք կեղծ բաներից։ Ամեն։ Այսօր այնքան բան են վաճառում, նույնիսկ կերակուրի մեջ այնքան կեղծ բան կա։ Միս ես առնում, տանում ես տուն, որ ժարի տանես, տենում ես ժարի չի լինում։ Ու չգիտես, էդի միս էր, թե չգիտեմ ինչ էր։ Բրինձը այնքան են ասել արդեն ես այդ բրինձը շատ եմ սիրում, բայց որ չեն ասում էդի բրինձ չի, էդի պլաստմաս աղացած։ Զարմանում եմ, էլ չեմ ուտում, չեմ կարում ուտեմ։ Հալելույա, իսկ որպեսզի կարողանանք մենք զանազանենք, սիրելիներս, հոգատար Աստված տվել է մեզ իր հեղինակային խոսքը, տվել է մեզ Աստվածաշունչը, Աստծո հոգով ներշնչված իր զորավոր խոսքը, որը բացում է մեր աչքերը։ Որը բացում է մեր աչքերը, ուզում եմ հարցնեմ, ով է Աստվածաշունչ կարդում։ Ամիսը 1։ Իսկ ով ընդհանրապես չի կարդում։ Իսկ ով է հաճախակի կարդում։ Հալելույա։ Ով որ հաճախակի կարդում է, հələ դուք ինձ ասեք, տեսնեմ, արդյոք երբ որ հաճախակի կարդում ես, քո աչքերը ավելի լավ չեն տեսնում։ Հիմա կասես, բա որ դու հաճախակի կարդում ես, ինչի՞ ես ակնոց դրել։ Ակնոցները կապ չունի դրա հետ, սիրելիս։ Երբ որ դու սկսում ես հաճախակի կարդալ Աստծո խոսքը, խորանալ դրա մեջ, քո աչքերը բացվում են ու դու կարողանում ես տեսնես կյանքի կեղծիքները, ֆալշերը եւ զանազանես օրիգինալը։ Օրինակ, սենց մի սահմանում եմ վերցրել Աստծո հատկանիշները, բնավորության գծերը եւ սատանայի։ Օրինակ, ես ասեմ, հետո դուք կշարունակեք, լավ, ես կասեմ Աստծո բնավորության գծերից մեկը, դուք ասեք դրա հականիշը, որը վերաբերում է սատանային։ Աստված արարիչ Աստված է։ Սատանան ավիրող, քանդող, կործանող, փչացնող, համաձայն եք։ Լավ, հələ հարց տամ, այդ որտեղից գիտեք։ Սուրբ գրքից։ Բայց Սուրբ գիրքը մեզ սովորացնում է, Սուրբ գիրքը բացում է մեր աչքերը, այսինքն Աստված արարիչ Աստված է, արարչագործ Աստված է, Սատանան ավիրող Աստված է, Աստված ստեղծագործող է, Սատանան ոչ միայն գործանում, այլ նաև կրկնօրինակում է, բայց կեղծ կրկնօրինակություն է։ Աստված կառուցող Աստված է, Սատանան քանդող Սատանա է։ Աստված լույսավոր է, լույսը, Աստծո մեջ լույս կա, իսկ Սատանայի մեջ խավար։ Բոլոր գործերի մեջ, որտեղ Սատանան քիթը խոթում է, այդտեղ ամեն բան խավարում է։ Հա? Աստված
ճշմարիտ Աստվածա, ճշմարտության ու արդարության Աստվածա։ Սատանան խաբեբա ու ստախոս։ Աստված հոգատար հայրը, Սատանան անտարբերը եւ չար։ Աստված սիրող հայրը, Սատանան ատող հայրը, հայր չի ինքը։ Իսկի չգիտեմ, դրա անունը չեմ էլ ուզում տամ։ Բայց երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքը, մենք տեսնում ենք ու սկսում ենք ճանաչել ու զանազանել Աստծո բնավորությունը, Աստծո էությունը Սատանայի էությունից։ Իսկ ինչի համար է պետք, որպեսզի մենք դա զանազանենք, սիրելիներս։ Օրինակ, ով գիտի ինքը որ ծածկոցի տակ է բնակվում։ Օրինակ քո կյանքը որ ծածկոցի տակ ես կառուցում, մտածել ես երբևիցե։ Ով Աստծո ծածկոցի տակ կառուցում իր կյանքը։ Ով է Սատանայի ծածկոցի տակ կառուցում ինչ որ մի բան։ Հիմա լինում է որ չարանում ես։ Ով է լինում որ բարկանում է։ Ով է լինում որ նախանձում է։ Լինում է չէ մեկ-մեկը տենց բաներ։ Եկեք համաձայնվենք։ Լինում է չէ որ նախանձում ես, ատում ես, բարկանում ես, չարանում ես, բորբոքվում ես, կռիվ ես անում։ Լինում է։ Մանավանդ ընտանիքներում։ Հիմա այդ դեպքում հարց առաջանում, բայց որտեղից, եթե դու Աստծո ծածկոցի տակ ես, կառուցում քո կյանքը, այդ դեպքում այդ որտեղից դրանք հայտնվեց։ Մենք հասկանում ենք, որ կա շատ բաց դռներ, հələ դեռ չհաստատված հիմքեր կան, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ մեր կյանքում դրսևորվում են չարի գործերը։ Հա? Այնքան լավ է, որ մենք կարողանանք ուշադրություն դարձնենք ու կարողանանք դրանց հարցերը լուծենք։ Ես ուզում եմ Սատանային բնութագրող մի քանի տեղ կարդամ, լավ։ Հովհաննես 8:44-ը։ Ով է Սատանան։ Նա սկզբից մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ ստախոս է եւ ստության հայր։ Սատանային բնութագրող տեղերից մեկը Հովհաննես 8:44 խոսքը։ Ստախոսը, ստության հայրը եւ նաեւ մարդասպան։ Աստծո խոսքը ինչ է ասում, ասում է, եթե եղբորը դեմ կամ քրոջը դեմ կամ ինչ որ մեկի դեմ, եթե մի բան ունես ու նրան անարգում ես, արհամարում ես, ատում ես, ու տես տարբեր բաներ։ Գիտես, երբ որ ասում է տես բան ես անում, նշանակում է դու սպանում ես քո ներսում, մարդասպան ես։ Առաջի Պետրոս 5:8 խոսք ասում է. Արթուն եղեք, հսկուն արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է թե ում կուլ տա։ Եվ մենք տեսնում ենք Սատանայի բնութագիրը գոռոզ առյուծի պես առյուծ չի, բայց առյուծի պես ման է գալիս, որոնում է թե ում կուլ տա։ Հիմա եկեք մի հատ բան պատկերացնենք։ Մի հատ սոված առյուծ, որ հիմա բաց թողեն այստեղ։ Երեխեք ում կուլ կտա։ Ով պատահի, ով կպատահի, բոլորս։ Բոլորս կպատահենք, որովհետև սոված այդ առյուծել չի ասի, եմ մեկը կյաժա, եմ մեկը քյաչալա, եմ մեկը կարմիր շորակ, եմ մեկը վաբշե եմ դուրի չի գալի, բոլորին էլ կուտի։ Հա? Բայց ստեղ գրված է գոռոզ առյուծի պես ման է գալիս, թե ում կուլ տա։ Գիտեք ինչ է նշանակում, թե ում կուլ տա։ Սա նշանակում է, երբ որ տեսնում է մեկը Աստծո ծածկոցի տակ, ասում է լսի սրան կուլ տալ չի լինի, սրան վնասել չի լինի, ես սրանից հեռու մնամ, որովհետև ինքը Աստծո ծածկոցի տակ է։ Բայց երբ որ տեսնում է մեկին, որ Աստծո ծածկոցից դուրս է, ասում է սա իմ իսկը իմ այսօրվա կերակուրն է, էսա ուտեմ կշտանամ անցնեմ մյուսին։ Այսինքն սա ցույց է տալի, որ սիրելիներս, ինչքան կարևոր է, որ կողմնորոշվենք, թե ում ծածկոցի տակ ենք կառուցում մեր կյանքը։ Որտեղ ենք հաստատված։ Եվ երկրորդ Կորինթացիս 11-րդ գլխում 14-ից 15-րդ խոսքերում բնութագրում է Սատանայի
հետաքրքիր մի կերպար, որի հետևանքով շատ քրիստոնյաներ կարան խաբվեն։ Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 14-15 խոսքերում ասում է. Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքը իրեն վրա է առնում, Սատանան լույսի հրեշտակի կերպարանքով հայտնվում է մեզ։ Ուրեմն մեծ բան չի, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանվեն արդարության պաշտոնյաների նման, որոնց վերջը իրենց գործերի պես կլինի։ Այսինքն, կերպարանվելով լույսի հրեշտակի կերպարանք ստանալով Սատանան կարող գա հայտնվի ու դու մտածես, թե լսի, ես սուրբ ես որտեղից։ Այս Աստծո հրեշտակն է։ Աստծո կողմից երազ էր, տեսա։ Ու Աստված ինձ սենց ասեց երազում, իր հրեշտակի միջոցով, եթե մենք Աստծո խոսքը չգիտենք ու չենք քննում ըստ Աստծո խոսքի ամեն մի իրավիճակ, սիրելիս, մենք հեշտությամբ կարող ենք խաբվել եւ Սատանան կարող է լույսի հրեշտակի կերպարանքով շատ բաներում մեզ խաբի ու մոլորության տանի։ Ինչ լավ է, որ Աստված հոգատար հայր է։ Ինչ հրաշալի է, որ Աստված հոգ է տանում ամեն մեկիս համար։ Եսայի 9-րդ գլուխ 6-7-րդ խոսքերում գրված ասում է. Աստծոն հոգատարության գերագույն ծրագրերից մեկն է, սիրելիս, որ Աստված արեց ամեն մեկիս համար, իմ եւ քեզ համար։ Աստված յուրահատուկ բան է արել։ Ասում է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան, իշխանությունը շատացնելու եւ խաղաղությունը վերջ չի լինելու։ Ինչ հրաշալի է մեր Տերն ու Փրկիչը, մեր Աստված, հայրը, որ հոգատար է եւ հոգ է տանում մեզ համար, սիրելիս։ Գիտեք, մենք տեսնում ենք այստեղ Աստծո գերագույն ծրագիրը ամեն մեկիս կյանքում։ Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ 6-7-րդ խոսքերը, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց։ Սա խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, մեր Տեր ու Փրկչի մասին։ Ծնվեց մի մանուկ, որը կեղծավորություն չունի իր մեջ, որը լույս է, որը կատարյալ է, որը սիրելիները սրբության Աստված է, սքանչելի է, խորհրդական Աստված է, հզոր Աստված է, հավիտենության հայրն է։ Մենակ ես մի բառը հավիտենության հայր։ Գիտես ինչ է նշանակում։ Որ մտնելով Աստծո ծածկոցի տակ դու հավիտենական կյանքի քաղաքացի ես դառնում։ Հավիտենական կյանքի քաղաքացի, որ մահը իշխանություն չունի քեզ վրա։ Ասա մահը իշխանություն չունի ինձ վրա։ Ես հավիտենության քաղաքացի եմ։ Հավիտենության հայր, խաղաղության իշխան, այսօր որ մեկս խաղաղության կարիք չունենք։ Ով չունի խաղաղության կարիք, թող իր խաղաղությունը տա ինձ։ Չնայած ձեզանից, որ խաղաղությունը վերցնեմ, կարող եմ խաղաղությունն էլ հետը կորի։ Որովհետև Աստված ասում է, Հիսուսն ասում է, ես այս աշխարհի խաղաղությունը չթողեցի ձեզ, այլ իմ խաղաղությունը, որ երկնքից է։ Ամեն։ Ես երբեք չեմ ուզում իմ խաղաղությունը մեկին տամ, որովհետև այդ մարդը կարող է խաղաղությունը կորցնի։ Ավելի լավ է Տիրոջ խաղաղությունը վերցնենք մեզ վրա։ Ամեն։ Այնքան հրաշալի է, որ մենք ունենք Աստված, մենք ունենք Փրկիչ, մենք ունենք Տիրոջից տրված մեզ կյանք եւ խոսք, որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում Աստվածային գերբնական խաղաղությունը մեր կյանքերի մեջ։ Իհարկե անհանգստությունները շատ են։ Ամեն մի ստից բանից կարելի է անհանգստանալ, վրդովել, հունից դուրս գալ, ամեն պահի կարաս կորցնես, ամեն պահի կան իրավիճակներ, որոնք քեզ կարան հանեն հունից, վախեցնեն, անհանգստություններ բերեն, բայց Աստծո խոսքի մեջ, Աստծո ծածկոցի տակ
Տիրոջ գերբնական խաղաղությունն է գալիս քեզ վրա։ Գիտես ինչ թանկ բան է հասկանալ սա։ Ինչքան թանկ արժե ամեն մի խոսքը Աստվածաշնչի մեջ գրված, շատ թանկ արժի։ Դու այսօր միգուցե կգնաս ոսկերչական մի խանութ կմտնես ու ամենաթանկ բրիլյանտով թանկ մատանին կերազես ու ամեն բան կծախես, որ գաս գնես, բայց դրանից ավելի թանկ բան կա։ Դա քեզ չի ուրախացնի։ Բայց Աստծո այս կենթանի զորավոր խոսքը, երբ որ թույլ տաս մտնի քո սրտի մեջ ու քո հասկացողության մեջ հաստատվի, հավատա որ կյանքդ կփոխվի, սիրելիս։ Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարանում մի հետաքրքիր առակ պատմեց իր աշակերտներին, որտեղ նկարագրում է իրականում երկու միմյանց հակասող հոգևոր ուժերի մասին։ Երկու այդ ուժերն է նկարագրում, երկու այդ դաշտերն է ցույց տալիս, երկու այդ տեսակների մասին է խոսում։ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ 24-ից 30 խոսքերը։ Նայեք ստեղ ինչ ասում, ասում է երկնքի արքայությունը նման է մի մարդի, որ իր արտում բարի սերմ ցանեց։ Եվ երբ քնեցին, նրա թշնամիները եկան եւ ցորենի մեջ որոմներ ցանեցին եւ գնացին։ Եվ երբ որ խոտը աճեց եւ պտուղ տվեց, այն ժամանակ որոմներն էլ երևացին։ Եվ տան տիրոջ ծառաները մոտ գալով ասացին նրան. Տեր, միթե դու քո արտում բարի սերմ չցանեցիր, ապա ինչ տեղից են որոմները։ Նա էլ ասաց նրանց. թշնամի մարդ է արել այդ։ Հետաքրքիր մի պատմություն, որը հիմա կշարունակենք, մի մարդ, որ բարի սերմ ցանեց։ Ինչքան գործեր կա քո կյանքում, որ դու ինքդ էլ շատ բաներ ես անում, կարծես բարի է։ Բայց մեկ էլ հանկարծ ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի իրավիճակ գալիս է քո կյանքում, այդ բարիությունը վերածվում է, խառնվում է իրար։ Ինչ-որ մի բան այն չի, ինչ-որ մի բան բարկացնում է, ինչ-որ մի բան ոնց որ քեզ հունից հանում է։ Ինչ-որ մի բան խառնվել է այդ բարիության հետ, բարիությունը չի երևում էլ։ Այսինքն մի բան ոնց որ բարի բան ես անում, բայց ոնց որ չի ստացվում այդ բարիությունը, մի բան այն չի ստացվում։ Ոստեղ գրված ասում է մի բարի մարդ, երբ որ բարի սերմ ցանեց, ասում է թշնամին եկավ ու չար սերմեր ցանեց։ Եվ շարունակությունը ասում է ծառաներն էլ ասացին նրան. հիմա կամենում ես, որ գնանք քաղենք նրանց, դուրս հանենք։ Նա էլ ասաց. ոչ, միգուցե որոմները քաղելիս ցորենն էլ նրանց հետ պոկեք, թողեք որ երկուսը միասին մեծանան մինչև հունձքը եւ հունձքի ժամանակին հնձողներին կասեմ առաջ որոմները քաղեցեք եւ նրանց խուրձ կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարի մեջ։ Բարի սերմ ցանողը, սիրելիս, Աստված է։ Բարի սերմը արդարության, սրբության, կենաց խոսքն է, որ տրված է մեզ կյանքի եւ օրհնության համար։ Աստված բարի սերմ է ցանում մեր սրտերի մեջ, մեր կյանքի մեջ։ Դա իր արդարությունն է, դա կենաց խոսքն է, որի շնորհիվ մենք կառուցում ենք մեր կյանքը։ Թշնամին սատանան է։ Որոմները մեղքն է։ Որոմները չարությունն է։ Որոմներ են սխալ հակառակություններն են, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում մեր կյանքում, մեր սրտի մեջ։ Որոնք մեղքը ընդհանրապես հավատացեք, որ գրավիչ է, համաձայն եք։ Մարդը իմանալով, որ դա մեղք է ու ինքը չար կերպար ունենար, տեսք ունենար, մարդը երբեք մեջ չեր ընկնի։ Հա? Ինքը գրավիչ է։ Ու սատանան կարողանում է այդ մեղքը գրավիչ, գեղեցիկ ներկայացնի ու մատուցի մարդուն։ Նույնիսկ կասեմ ավելին պարտադրի, որ մարդը ընկնի այդ մեղքի մեջ։ Գիտես, մարդը միամիտ չի։ Միգուցե մեղքը սատանան գեղեցիկ ներկայացնի, բայց ասեմ, մարդը միևնույնն է,
իր հոգու խորքում հասկանում է, որն է մեղք, որը չի մեղք։ Արդյոք դու քո հոգու խորքում չես հասկանում, եթե մի բան արեցիր, արդյոք քո խիղճը քեզ չի տանջում։ Ու ասում է, որ լսի սխալ արեցիր, մի արա այդպես։ Մի սպանեք, սիրելիներս, ձեր խիղճը մի հանգցրեք Սուրբ Հոգու են կրակը ձեր ներսում, որը ձեզ ժամանակ առ ժամանակ հանդիմանում է։ Որոմները ու հասկերը արտաքինից իրար նման են։ Բայց դրանց տարբերությունը նրանում է կանում, որ որոմները անպտղաբեր են, հասկերը պտղաբեր։ Հասկը պտուղ է տալիս, որոմը չի տալիս։ Հասկը երբ որ պտուղ է տալիս, խոնարհեցնում է իր գլուխը, իսկ որոմը դիգ-դիգ, սենց հպարտ մնում է կանգնած։ Որոմը բնութագրում է մարդու մարմնավոր տեսակը, սիրելիս։ Մարդու մարմնավոր տեսակը, մեր ցանկությունները, մեր երազանքները, մեր մեղքերը, մեր կյանքի են չար իրավիճակները, որոնց պատճառով շատ ժամանակ մենք այսինքն հպարտ կանգնում ենք Աստծո առաջ ու փորձում ենք մեզ արդարացնել։ Իսկ հասկերը իրանք երբ որ լցված են Տիրոջ խոսքով, Տիրոջ զորությունով դառնում են պտղաբեր, ու երբ որ դու բարի պտուղներ ունես, միշտ դու խոնարհ ես լինում։ Միշտ խոնարհ ես լինում, համեստ։ Ու դրսևորվում է քո կյանքում Աստծո գեղեցկությունը, սիրելիս։ Գաղատացիս 5-րդ գլխի 19-ից 21 խոսքերում գրված է մարմնավոր մարդու տեսակի մասին։ Ասում է հայտնի են մարմնի գործերը, որոնք են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանմունքներ, չարնայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ սկզբից ասում եմ ձեզ, ինչպես էլ ի սկզբանե ասում էի, թե այսպիսի բաները գործողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Մենք տեսնում ենք Գաղատացից 5-րդ գլխի 19-ից 21 խոսքերում Աստված բացահայտում է մարմնավոր, մարդկային այդ որոմների տեսակը, այն մեղքերի տեսակը, որոնք Աստված չի ցանել, չի դրել մեր սրտի մեջ, նա չի ցանկացել, որ մենք ապրենք այդ որակներով։ Աստված բարի սերմ է ցանել։ Ու մենք հեսա կարդանք, որն է այդ բարի սերմը, բայց սատանան այս ամեն ինչը պարտադրում է մեզ, որ մենք դրանով ապրենք։ Բայց գիտակցելով ու հասկանալով եկեք հասկանանք, ում ծածկոցի տակ մտնենք, ում ծածկոցի տակ ապրենք։ Իրականում ոմանք գիտակցաբար, ոմանք էլ ըստ ցանկությամբ իրենց կյանքը անց են կացնում սատանայի ծածկոցի տակ, սատանայի գործերը անելով, տրվելով այս ամեն ինչին, չպատկերացնելով, որ դրա հետևանքով մենք բարկացնում ենք Աստծուն, դրա հետևանքով բարկություն ենք բերում և հավիտենական կյանք մտնելու հնարավորությունը կորցնում ենք։ Շատերն ասում են, դե Հիսուսը գալու է մեզ փրկի։ Ով է այդպես մտածում, որ Հիսուսը գալու է մեզ փրկի։ Հիսուսը չի գալու մեզ փրկի, սիրելիս։ Հիսուսը 2000 տարի առաջ արդեն եկել է, որ ու մեզ տվել է այդ փրկությունը։ 2000 տարի առաջ արդեն Հիսուսը եկել ու տվել է մեզ փրկությունը։ Հիսուսը նոր չի գալու, որ մեզ փրկի։ Այդ փրկությունը տրված է մեզ ու Տիրոջ խոսքը բացում է մեզ այդ գաղտնիքները։ Մտնում ես դու այսօր, քանի դեռ ունես հնարավորություն այդ փրկության ծածկոցի տակ, թե դեռ խաղ ես անում կյանքի հետ, թե դեռ մի ոտքով աշխարհի ծածկոցի տակ ես, մի ոտքով էլ ուզում ես մտնես Տիրոջ ծածկոցի տակ։ Հիսուս Քրիստոսը, որ եկավ, մեզ չի փրկելու, սիրելիս։ Հիսուս Քրիստոսը, որ եկավ, երկրորդ գալուստը լինելու է դատաստանը։ Մենք պիտի կարողանանք պատասխան տանք մեր ապրած այս կյանքի համար։ Տերը հարցնելու է,
ում ծածկոցի տակ է իր բնակվում։ Ինչ ենք պատասխանելու։ Որ նույնիսկ չպատասխանենք էլ, Տիրոջ խոսքն ասում է, մեր գործերն են խոսելու։ Ըստ մեր գործերի ենք դատվելու, սիրելիներս։ Մատթեոս 13-30 խոսքում նայեք ինչ ասում, թողեք, որ երկուսը միասին մեծանան մինչև հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կասեմ, առաջ որոմները քաղեցեք եւ նրանց խուրձ կրակի կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարների մեջ։ Երբ որ Տերը կգա, այդ ժամանակ Տերը կառանձնացնի որոմները ցորենից։ Լավ է, չէ՞ որ մենք ցորեն լինենք։ Տիրոջ են պատուղներով լցված, պատխաբեր, որոմը էգոիզմն է։ Էգոիստ մարդն է, որ ապրում է իր ցանկությունների համար, իր հրապուրանքներով ու ամեն ինչով։ Այ մարդ այդ որոմը մենակ տեսքն է, մեջը փուչ, բան չկա։ Կուզեիր այդ ոսկե ցեպիդ, մատանիդ, ոսկե ականջողերիդ ու կուլոնիդ փոխարեն մի հատ պղնձի ցեպ ավելի հաստ, պղնձի մատանի ավելի մեծ, պղնձե թևնոց ավելի գեղեցիկ տային քեզ, այդ ոսկին վերցնեին։ Ով կուզեր։ Օրինակի համար ջիպես քշում, մի հատ զապ վերցնեին դրսից ջիպ նկարային տային քեզ։ Կուզեիր։ Տունդ վերցնեին մի հատ վրան սարքեին ու վրանի կողքը մի հատ գեղեցիկ սենց թղթե պալատ նկարային տային քեզ։ Որոմ է այդ կեղծն է, սիրելիս։ Որոմ է այդ փուչ ու անպատխաբեր երևույթն է, որը կյանք չունի։ Իսկ ցորենը իր մեջ կյանք ունի։ Ցորենը շարունակում է կյանքը ու ցորենը միշտ խոնարհ է լինում, լցված Տիրոջ պտուղներով։ Իրականում ցորենի նկարագրում է Աստվածապաշտ եւ խոսքով լցված մարդու տեսակը, իրականում որը լի է կյանքով։ Գաղատացիս 5-րդ գլուխ 22-ից 25 խոսքերում գրված է, ասում է, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարիություն, հավատք, հեզություն, ժուշկալություն։ Կուզես քո կյանքում լինի այս ամեն ինչը։ Խաղաղություն։ Ով է ուզում։ Ասա, ես խաղաղություն եմ ուզում Տիրոջից։ Ուրախություն։ Չէ, ասում է, սենց մռայլ դեմքը ինձ ձեռ է տալի։ Առավոտները, որ վեր եմ կենում, հայելով նայում ինձ, հիանում եմ։ Հա։ Դուրս ես գալիս, երեխեքդ տենում են, թե չէ, վազելով մտնում են սենյակ։ Վայ, պապան էլի ձախ ոտով է հելել։ Այ մարդ, ուրախություն, հլուզում եմ տեսնեմ այդ ուրախությունը։ Խաղաղություն, մի կերպ, սենց մի կերպ, գիտես, ես պատերազմական իրավիճակների մեջ ինչ խաղաղություն, անհամբեր սպասում եմ, թե տատսան որտե է գալու ունի։ Այ մարդ, ոչ մի բանի մի սպասի։ Այդ խաղաղությունը քեզանից պիտի բխի։ Դու պիտի ստեղծես խաղաղությունը ու տարածես մթնոլորտի մեջ։ Այդ ուրախությունը քեզանից պիտի դուրս գա։ Դու պիտի լինես ուրախության այդ աղբյուրը, որովհետև Տերը նայում է այն քաղցր ու անուշ ցորենի հասկերին ու ասում է երկնքից այս ուրախության, խաղաղության, ժուշկալության, այս ջրերով էսա կջրեմ, ու այդ պտուղները կսկսի տարածվել։ Քաղցրություն, բարիություն, հավատք, հեզություն, ժուշկալություն այնպիսիների դեմ, ասում է, օրենք չկա։ Այտենց մարդուն ինչ դատես, այտենց մարդուն ինչ մեղադրանք կա, որ մեղադրես, հələ ասա տեսնեմ։ Որ Հիսուսը գա տեսնի, դու այտենց կյանքը ապրել ես, այդ ցորենի հասկի պես, խոնար, պատխաբեր, կյանքով լցված այս պարգևներով, կարող է Հիսուսը ասի, հələ արի դե, ու սկսի դատել։ Այդպիսիների դեմ օրենք չկա, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինները խաչը հանեցին, գիրքերով եւ ցանկություններով միասին, ինչը խաչը հանեցին,
ովքեր Քրիստոսինն են, ովքեր բնակվում են Տիրոջ ծածկոցի տակ, ասում է իրենց գիրքերը, իրենց անձը, այդ իրենց ներսում եղած են որոմները խաչը հանեցին, ով ունի որոմներ։ Բոլորս էլ ունենք, համաձայն եք։ Բոլորս էլ որոմներ ունենք, ժողովուրդ։ Բայց հետաքրքիրն է, որ Հիսուս Քրիստոսով մենք հələ դեռ ունենք հնարավորություն ու ժամանակ այդ որոմների հարցերը լուծենք։ Բռնենք այդ որոմները ու խաչը հանենք։ Գիտեք որներ, Գաղատացիս 5-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Այդի որոմներն են, որ դրանք պետք է խաչը հանենք։ Ամեն։ Ու 25 խոսքը ասում է Գաղատացիս 5:25 ասում է, եթե հոգով եք ապրում, հոգով վարվեցեք։ Իրականում մարմնավոր բաները համաձայնես, որ ժամանակավոր են։ Ժամանակավոր են։ Ինչ ուզում ես արա, մեկ այդ մարմինն էլ է մահանալու, պրսնելու։ Այն ամեն ինչն էլ պրսնելու է։ Անունը տա մնալու։ Անունը տա մնալու, մեկ էլ ապրածդ կյանքը, թե որ ծածկոցի տակ ես բնակվում։ Հիսուսը որ եկավ ասում է, դրան ճանաչում եմ, էսի են որոմը չի։ Ու անունով։ Այ մարդան չի։ Ավել լավ չի, Տերը գա ու ասի, լսես իմ այն ցորենի խոնար հացքի հասկնա պտուղներով լցված։ Լավ է, չէ։ Այն որ իմ ծածկոցի տակ էր, ու իմ կենթանի ջրերով լցված, աճում էր, պտուղ էր բերում։ Սիրելիներս, մենք սկսեցինք Սաղմոս 90-րդ Սաղմոսից, մենք կանգ առանք առաջի խոսքի վրա, որպեսզի հասկանանք, որ ծածկոցի տակ ենք մենք բնակվում։ Ու ես հիմա ուզում եմ շարունակեմ 91-րդ Սաղմոսը, սիրելիներս, որովհետև 91-րդ Սաղմոսը ամբողջովին խոսում է Տիրոջ ծածկոցի տակ բնակվողների օրհնությունների մասին, թե ինչ օրհնություններ են գալիս, երբ որ դու խաչն ես հանում քո մարմնավոր կյանքը ու մտնում ես Տիրոջ ծածկոցի մեջ։ Սաղմոս 91-ն ասում է այսպես. ուզում եմ այս խոսքը գա ու մտնի քո սրտի մեջ։ Այս խոսքը դառնա քեզ համար յուրահատուկ մի հատ հիմք հոգևոր կյանքիդ համար։ Եվ դու որոշում կայացնես, որ ոչ թե կիսով չափ, այլ ամբողջովին մտնես Տիրոջ ծածկոցի մեջ։ Բնակվես Տիրոջ ծածկոցի մեջ։ Վստահես Տիրոջը։ Կանչես Տիրոջ անունը, որովհետև Տիրոջ մեջ քաղցրություն ու զորություն կա։ Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև Աստված փրկեց ինձ թշնամու որոգայթիցը, չար ժանտամահիցը, նա կծածկի ինձ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինեմ, նրա ճշմարտությունը ասպար է եւ զրա, ես չեմ վախենա գիշերվա զարհուրանքիցը, այն նետիցը, որ թրջում է ցերեկը, այն ժանտամահիցը, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսորումը, ես չեմ վախենա։ 1000 հոգի իմ կողմից կընկնեն եւ կես 10,000-ը իմ աջ կողմից կընկնեն, բայց ինձ չի մոտենալ։ Միայն իմ աչքերով կտեսնեմ եւ ամբարիշտների հատուցումը կտեսնեմ, որովհետև Տերն է իմ հույսը եւ իմ ապավենը։ Այո, որովհետև Տերն է մեր հույսը եւ մեր ապավենը, ինձ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտանա իմ բնակարանին։ Սիրելիս, այս խոսքերը, եթե դու կարողանաս խորապես հասկանաս, ապա ինչ վախ, ապա ինչ անհանգստություն, ինչ անհանգստություն ու վախ կարա տիրի քո սրտին եւ քո կյանքում, որովհետեւ Տերն է իմ հույսը եւ իմ ապավենը, ինձ չար բան չի հասնի, ինչ չար բան է լինի մեկը,
այդ չար բանը քեզ չի հասնի։ Եվ նեղություն չի մոտենա քո բնակարանին, սիրելիս։ Որովհետև Աստված իր հրեշտակներին հրամայել է, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Նրանք ձեռքերի վրա կառնեն ինձ, որ ոտքս քարին չդիպչի։ Առյուծների եւ իժերի վրա կգնամ, առյուծի կորյունների եւ վիշապին ոտքով կող կտամ, բայց ինձ ոչ մի բան չի պատահի։ Ով է այդ առյուծը, ով է այդ վիշապը, ով են այդ առյուծի կորյունները։ Սատանան ու նրա բոլոր դրսևորումները, որ փորձում է ու որոնում է, թե ում կուլ տա, ում կարա կուլ տա, եթե ես ու դու Տիրոջ ծածկոցի մեջ ենք։ Սոված գալու է, սոված էլ գնա։ Բայց ավելին եմ ուզում ասեմ, սոված գալու է ու սատկած մնա, որովհետև մեր ոտքերի տակ պիտի կողտանք ու պարտվի սատանան։ Եվ Աստված ասում է, դու ինձ ցանկացար, ես կլսեմ քեզ, ես քեզ հետ կլինեմ, նեղության մեջ, կապրեսնեմ քեզ, և կկշտացնեմ քեզ, և իմ փրկությունը ցույց կտամ քեզ, հալելույա, սիրելիս վերցրու այս խոսքերը քո կյանքի մեջ, և թող քեզ համար դառնան իրականություն, հայտնություն, և այս խոսքերի վրա թող կառուցվի քո կյանքը, հաստատվիր Տիրոջ ծածկոցի մեջ, Տիրոջ ծածկոցի մեջ հաղթանակներ կան, փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, հալելույա։ Ես հույսով եմ, որ այսօրվա խոսքը ինչ-որ մի բան տվեց քեզ։ Ես հույսով եմ, որ այսօրվա խոսքից ինչ-որ մի բան կընկնի քո սիրտը։ Դու կվերցնես ինչ-որ մի բան և կփոխվի քո կյանքի ողջ ընթացքը։ Տիրոջ ծածկոցի տակ կյանք կա։ Եվ Տիրոջ խոսքն ասում է, կյանք ընտրիր, որ ապրես։ Մի կողմ դիր քո ցանկությունները, մի կողմ դիր աշխարհի են բոլոր են քո սովորությունները, որը միգուցե քեզ համար սովորական են, փափագելի են, կյանք ընտրիր, որ ապրես սիրելիս։ Թույլ տուր Հիսուսը իր թևերը փռի քեզ վրա և մտնես Տիրոջ հրաշալի ծածկոցի տակ։ Տերը օրհնի քեզ սիրելիս։